Բարի լույս YouTube-յան ալիքի իմ շատ սիրելի տղաներ ու աղջիկներ, թույլ տվեք այսօրվա վլոգը սկսեմ հենց այս կետից, որովհետև այսօր որոշել եմ, որ իմ ամբողջ օրը ձեզ ցույց եմ տալու, քանի որ իմ օրը սկսվում է արթնանալուց, ցույց եմ տալիս ձեզ այս պահը։ Արթնանալուց հետո իմ քունը միշտ ստաբիլ տանում է, իրականում հիմա գրաֆիկը շատ ահավոր է, միշտ շատ ուշ եմ քնում, մոտավորապես 3-ի կողմերը, հետո շատ ուշ եմ արթնանում, հիմա օրինակ մոտավոր ժամը 11:30 է, բայց ցանկալի է, որ այս գրաֆիկը ձեզ եմ փչեմ, սենց ասած։ Իրականում այսօր շատ հետաքրքիր օր ենք ունենալու, որովհետև վերջապես գնալու ենք ու բացահայտենք, թե ինչ նոր պրոդուկտ է պատրաստել մեզ համար այդ Մարտինան, այնտեղ լինելու են լիքը ձեր կողմից շատ սիրված բլոգերներ, արտիստներ, այնպես որ նայեք մինչև վերջ, եթե ուզում եք իրենց էլ տեսնեք իմ վլոգում։ Հիմա պետք է լոգանք ընդունեմ, դեպ եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ խնամքի միջոցներ եմ ես օգտագործում, կարամ նաև ձեր հետ կիսվեմ այդ ամեն ինչով, բայց քանի որ հենց այս պահի մեկնաբանություններում չեք կարա դուք գրեք, նու կարաք, բայց ես արդեն ուշ կտեսնեմ, ես ուղղակի կկիսվեմ ձեր հետ, հետո կասեք պետք է ձեզ, թե պետք չէր։ Եկեք ձեզ արեք ցույց տամ իմ խնամքի միջոցները ու վազենք, որովհետև ուշանում եմ։ Ներկապահին օգտագործում եմ այս շամպունյը, տեքորս կինն է նվիրել, կարծես թե հավանում եմ։ Մասկան ներկապահին իրենց եմ օգտագործում, շամպունից հետո սա, հետո որպես կոնդիցիոներ սա, լավն են ընդհանուր։ Այսօր առաջի անգամ օգտագործել եմ, ծնունդիս ինձ սենց մարմնի գել էին նվիրել, սա, վայ մաքսիմալ սենց նեժնի տեքստուրայով, շատ անուշ հոտով, մի խոսքով շատ եմ հավանել։ Իրա հետ կա նաև այս նույն բրենդից սկրաբը դեռ չեմ օգտագործել, որովհետև մազը հեռացումից քիչ ժամանակ էր անցել, մի քիչ էլ անցնի, նոր արդեն սա էլ կօգտագործեմ ու կկիսվեմ մյուս վլոգում, որ չգիտեմ երբ կլինի, բայց եթե հավանեք իհարկե լայք տնեք եւ մեկնաբանեք, ես հաճախ վլոգներ կնկարեմ առօրյա ու կկիսվեմ ձեր հետ։ Դիմակներից այս երկուսն են մնացել, քանի որ շորիս հետ սա է սազում, սա դնենք։ Այս դիմակը դնեմ արագ ու գնամ իմ համար նախաճաշ պատրաստեմ, որովհետև պետք է մոտ մի 15-20 րոպեից դուրս գամ ու ես դեռ չեմ նախաճաշել։ Այս դիմակները միշտ նենց անհարմար են բացվում, անհարմար են օգտագործման մեջ, շատ հազվադեպ մասկաներ են հանդիպում, որոնք որ սենց հեշտ դրվում են առանց ինչ-որ բարդությունների։ Это что такое? Հիմա նոմա հասկանանք, որտեղ է քիթը, բերանը ու աչքերը։ Չնավ, ոնց որ դաշնի բռնել եմ։ Միակ լավ բանը այն է, որ գնում եմ մազերս սարքելու ու կարամ գոնե մազերս չչորացնեմ, գոնե այդտեղ ժամանակ կխնայեմ։ Всё, գնանք նախաճաշը պատրաստենք, մինչև դիմակներ իր գործը կանեն։ Ովքեր հետևում են իմ ինստագրամյան էջին, գիտեն, որ այս նախաճաշը ինձ նշանակել է իմ բժիշկը երկաթս բարձրացնելու համար, այնպես որ եկեք միասին պատրաստենք, եթե ձեր երկաթն էլ օրինակ ցածր, կարծում եմ ձեզ էլ օրինակ շատ լավ կօգնի այս նախաճաշը։ Իհարկե բժշկի հետ խորհրդակցվելուց հետո, նաև դեղերի կիրառմամբ եւ այլն, բայց ինքը երկաթով հարուստ է շատ։ Այս նախաճաշի համար մեզ անհրաժեշտ է բանան, կաթնաշոր, ընդեղենից ես ավելացնում եմ նուշ, որը նախորոք թրջել եմ ու պահել եմ սառնարանում, դդմիկուտ, հնդկական պոպոկ, չեմ հիշում անունը, ֆինիկի մի խոսքով ռուսերեն ասած, ու քունջուտ հայերենը։ Բանանը վերցնում ենք եւ
Ես միշտ ուղղակի այս թարս կողմից եմ բացում։ Կներեք։ Այ այսպես փոքր մասերի ենք բաժանում, որ հետո հեշտ լինի ճզմել։ Չգիտեմ, ձեզ լավ երևում է, թե չէ, եկեք սենց անեմ։ Հետո կմոտիկացնեմ, կտեսնեք։ Սա մեր բանանը։ Քշ։ Կաթնաշոր ենք ավելացնում։ Նենց ենք ճզմում, որ դառնա համասեռ զանգված։ Այ այսեն զանգված ենք ստանում ու արդեն մնացածը ուղղակի լցնում ենք վրան։ Տանում ջուրը թափում գա։ Ավելացնում ենք նուշը, ընդգական պոպոկը։ Հետո ավելացնում ենք դդմի սերմերը։ Հիմա ֆինիկները, մի հատ խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, էլի ֆինիկա հայերեն ոնց է, որտեղ մտքիցս թռել է։ Ու դե վերջում ավելացնում ենք քունջուտ հայերեն, բայց ես ռուսերենն ու հայերենը միքսում եմ, էլի կունժուտ, քունժուտ։ Աշխարհի ամենահամով վիտամիններով հարուստ, երկաթով հարուստ, կշտացնող նախաճաշը պատրաստ է։ Գնամ դիմակս հանեմ ու գամ նախաճաշենք։ Իդեպ ես միշտ դիմակը հանելուց հետո անպայման այս միջի հեղուկը կսում եմ էլի դեմքիս ու պարանոցիս։ Այսինչ ենք անում ու այսինչ լավ տորածում։ Սենց իրոք տեղին խոնավանում է մաշկը, եթե դուք սենց չեք անում, մի անգամ կարող եք փորձել ու հաստատ արդեն միշտ կսկսեք սենց անել։ Եթե դուք եք հիմա ինչ-որ բան ուտում, ձեզ բարի ախորժակ, ինձ էլ բարի ախորժակ, հեսա YouTube-ով ինչ-որ բան միացնեմ, նենց ոնց դուք եք հիմա միացրելու նայեմ ու սկսեմ իմ նախաճաշը համտեսել։ Նախաճաշի կողքը դնում ենք մի հատ գալոչկա ու գնում ենք սալոն։ 15 րոպեից պետք է լինեմ սալոնում, բայց չեմ ուշանում, որովհետև սալոնը մոտ 5 րոպե է մեր տանից հեռու մեքենայով։ Հեսա տաքսի կանչեմ, մինչև հասնեմ, կհասցնենք։ Բարև ձեզ։ Հասել եմ սալոն, արդեն մազերս ենք հարդարում։ Այսօր այդ մազինայի, հա։ Չա, կան, սպասի կարագես չեսնեմ։ Այո։ Ես չեմ սիրում ցողը։ Նկարով չի, Թույ է, չէ, չեմ կա, աշկերս այս սենց արիլա։ Ես երեխեք ուտում եմ, ես ես կրում։ Հա, բայց ապրեք շատ այն ամենայն։ Մի 3 օրից Ահա, այսպիսի տեսք ունեմ ես ներկա պահին, հեսա քանդելու ենք ու արդեն ստանանք ինչ ստանանք։ Просто մեր վատը, որ 10-20 ջրերը կտրում են, թե չէ ես եմ 5 Բաներ, ես ֆուդ պլազան որ կա, ֆուդ պլազայի մեջ մուրակամի էր բացվել։ Ֆուդ պլազան ես դեր ճամփորդով էր։ Այն կողմը։ Դրա մեջ է։ Դրա մեջ է։ Ոնց հարմար է։ Արդ միշտ մեր ֆուդ պլազա սովորական բաներ ուտելու, էլ որ կուխնյաս պատրաստ չէ, բայց արդեն պատրաստ է։ Ցավոք։ Այս լավ չէ։ Իրական սիրում եմ սարքում, այդ որ հետո պետք է հելնեն, ասենք պասիդամոյկայեր ունեմ, ալարում եմ պասիդամոյկայի մեջ հիմա բան անեմ։ Որովհետև ասում են, չի սովորում գործել չկազմում, ասում, պետք է կան մաքրել, մեջինը թափել, ասավորը մեջ է, այն ինչ մնայ։ Բայց բավժի, ասում են շատ է հեշտացնում, հա, եթե յուր գրոհ կարող է։ Ոնավանդ այդ կոստուրկիկ թավայս հետ ուտեսներ եմ սարքում, սենց նայում եմ այդ թավեքին, բան, աշկերես դնում եմ սիրում։ Հա, դեպքում տալիս է։
Հա, կարանք։ Այսպես է ինչ-որ։ Nachos չէ։ Չէ, լավ է։ Այսպիսի արդյունք ստացան։ Շատ եմ հավանում։ Գնացինք։ Քանի որ եղանակը այսպիսինն է, գուշակեք ով հասավ ինձ օգնության։ Всё, իմ օգնականը եկա, YouTube-ի վլոգ եմ նկարում։ Վլոգ։ Այո, Բարև վլոգը հայություն։ YouTube-ը հայեցին։ YouTube-ը հայություն։ Մի խոսքով իմ օգնականը եկավ, հասավ ինձ, կտանի հեսա տուն։ Ինչ կա։ Մուզա։ Հենց մազ եմ արել, չէ՞։ Ես չէ ինչ եղանակը ասենք, որ պրոստը արել ես անելու համար ջոգել ես։ Չփչացնի այս եղանակը իմ տրամադրությունը եւ մազերը։ Հույսը լավ բան է։ Всё, շարժվեցինք։ Բանը։ Մեր հարևանի տեսապատեզդում։ Ահա։ Սկսեցինք խոսալ, ասեցի կարող է այստեղ եմ գնում գամ մի հատ կոֆե կազմակերպենք, так что Որ հարևան։ մեր հարևան եկանք։ Մեր կողի հարևան է։ Այդ բանն էլ կարծնես էլի։ Ամպերաժի բան։ Ներպես կարող եմ մտնես բանից։ Թխվածքի տեղից բան։ Կյանք ես եկել եմ պրոստը քեզ տանեմ ու վсё։ Այդքանով սահմանափակվում ենք։ Ես շատիկի վարձրեցի թխվածքներ, որովհետև հյուրերին առանց թխվածք հյուրասիրելու չէր լինի դիմավորել։ Ես արդեն տանն եմ, եկեք միասին բացենք այս պասուլկան, այստեղ իմ մայիսի համար սենց պարնի լուք եմ պատվիրել սենց ասած, ինձ ուղարկել են լրիվ ուրիշ երկրից, եկեք բացենք, այ այսպիսի գեղեցիկ փաթեթավորում ունենք, եթե դեմ չեք ես գնամ Instagram, այնտեղ արդեն անեմ unboxing-ը, հետո վերադառնամ ու շարունակենք։ Իդեպ, եթե դեռ ինձ չեք հետևում Instagram-ում, անպայման հետևեք, որովհետև ես այնտեղ ավելի շատ եմ ակտիվ, քան YouTube-ում, բայց հույս ունեմ օրից մի օր դա կշտկեմ։ Եթե ինձ հարցնեն ինչ հոբի ունեմ ես, միանշանակ կասեմ, որ իմ հոբին սա է, ամենասիրելին։ Էլի մարդ կա, որ սիրում եմ։ Արիս կադր մտի։ Բարև կադր։ Չէ, մենց կանգնի, որ երևա։ Տեսել եմ արդեն։ Ինչ ես տեսել։ Հետո Ոնց տեսա։ ես գիտես շատ տենում ամեն ինչ։ Ֆրադե բայ։ Այո։ Ո՞ւն է։ Իհարկե, ֆիզիկուս կարայսի վատալի միասին։ Բայ իմը։ Մինալով։ Տեսել ես։ Հա, նկատեցի դա։ Երեխեք ես ճիշտ ասած YouTube-ի վլոգ եմ նկարում, դեմ չեք իր մեջ երևակ։ Հյուրեր ունեմ։ Այսօր մոնտաժում եմ, որ YouTube-ից առաջի վիդեոն գցեմ։ Վերջապես։ YouTube-ներ չեն բացել, բայց անոնիմի շատ YouTube-ներ կա։ Հյուրեր ունեմ մի խոսքով, սպասում են ինձ, որ subscribe արեք։ Եվ չմոռանաք հավանել այս հոլովակը։ հոլովակի լայքերը հարցրեք 5000-ի։ Այսպեսի support։ Ստեղծենք զանգակոճակի։ Սպասում են խեղճերը, որ ես ու Մայիսը որոշենք ինչ ենք հագնում, որ Բայց գնենք։ վատելա որ չեմ որոշում։ Պատենը, որ չենք որոշում։ Ու մեր շիտոկ պրիբորը ստե։ Մեզ հետևում են։ Շո, մենք արդեն շարժվում ենք, ճիշտ է փոքրինչ իմ տրամադրությունը ընկավ, որովհետև իմ պլանավորածով չգնաց լիքը բաներ։ Բանարիկդ միացած է եթեին։ Եղանակը մեղմ ասած ահա որա։ Այստեղ արդեն տեսնում ենք, որ ինչ-որ բաներ են կատարվում։ Տեզատնի կնա։ Այսենց անձրևի տակ գնում ենք, բազում ենք ավելի շուտ։ Դուք իմ արդեն կարմիր գորգի վրա եք։ Բարեկամներ
տարիներում, որ բլոգերների հայտնի մարդկանց հետ ենք աշխատում, որովհետև բոլորը հիմա հեռախոսներ են պահել ինձ վրա, այնինչ ես սովորեմ ծափահարությունների։ Մի հատ լավ կարող է թող ծափ տա։ Շնորհակալություն։ Բոլորս Ատմարտինա ձեր ծրարների վրա գրված էր կռահիր կստանաս, արի կիմանաս։ Այո, եւ բոլորս տանջվեցինք, լիքը վերսիաներ, տարբերակներ հնչեցին, ով ինչ ասես գրել է, լուրջ եմ ասում։ Ինչեր ասես, որ չեն գրել, բայց ոչ մեկ չգուշակեց, բայց այսօր երևի թե վերջում ամեն դեպքում մենք իմանանք, թե ինչ նոր ապրանքի շնորհանդեսին ենք հիմա ներկա գտնվում։ Իրականում մենք բոլորով հայտնի մարդկանցով, բլոգերներով հայտնի, ոչ այնքան հայտնի բլոգերներով, ովքեր հայտնիության ճանապարհն են, մենք բոլորս ամեն ինչ արել ենք, որ հիմա Երևանում լիքը մարդ սպասում է իմանա ինչ համովություն է գալիս։ Նա նորմալ ծավտվեն, Ժորժանի, իրականում էդոն է այդ փողը փոխանցողը։ Այս են ակտիվանում մարդիկ է, որ լիքը կոմենտներ են ստացել, թե ինչ նոր ապրանք է, օրինակ գեղեցկոյի Էվիկին, կանչենք այստեղ, տեսնենք ինչ աբսուրդ կոմենտ, եթե ամեն աբսուրդ կոմենտը Ատմարտինայի կողմից կստանա որից մի լավ պրոդուկտ։ Խնդրեմ Էվիկ ջան, հələ ասա դրանք ինչ կոմենտներ են գրել հեչ։ Ավելի շատ կոմենտ չէ, նամակ եմ ստացել մի կնոջից, ով ասեց «Էվ ջան, ես գիտեմ հաստատ ինչ պրոդուկտ է, անցած տարի մառոժնիներն է առաջինը մեզ են ուղարկել»։ Սենց մոտա ասեցի մի հատ էջը նայել, բայց սենց շատ անմիջական կիներ երեխու հետ, սենց քիչ Սուտասան մի քիչ։ Արի լավ, ամեն դեպքում ասա, քո կարծիքով ինչ ես տենց արել, որ լիքը մարդ սենց քեզ բանով է նայում։ Դրա իսկ մի հատ աբսուրդ կոմենտ կար։ Ինչը արտադրելու հովարով գլխարկ։ Հովարով գլխարկ ենք ուտելու, այսինքն այդ։ Պարզվի իրոք ճիշտ է։ Իսկ ուրիշ։ Ընկին ինձ էլ էր գրել իրականում, իսկ սաղից տարբեր վերսիաներ առաջարկում։ Այնա մրգի տեսքով պաղպաղակներ, Էվելինա խանը, չէ, կատակ ենք անում։ Եկեք հենց հերթով կարդանք։ Օրինակ ես այդտեղ հիմա գումար չեմ վաստակում, Հայկ ջան, դուք բոլորդ վաստակում եք, ես չէ, ես ուղղակի ոնց որ սենց գրած եմ գրվել եկել եմ։ Ասեն ստորիների դիմաց այնքան ես վերցրել, որ այսօր էլ չես զում։ Այո։ Չունես աբսուրդ տարբերակ։ Չունեմ աբսուրդ տարբերակ։ Ծափարենք Հայկի Փաստորեն այդ ես, որ ասեցին ես բան էի արել, իրանք իմիջիալոց այսօր են եկել Թբիլիսիից, ոնց էր համով են ընդեղի, ինչն էր համով, լավ։ Մեր հայկականից համով չկա։ Մարդիկ մտածում էին, թե Arm Games-ի նոր սեզոնի թրեյլերն է։ Ինչ ա եղել։ Շոու հաղորդում, հասկացա։ Ապա ասեմ ինչ է շահ, ժողովուրդ։ Ես սենց նվերներ չգիտեմ ելով կար այս քաղաքում տա։ Չէ, սպասի։ Ուրեմն ուշադրություն, այս հրաշք, բլոգերը, բոլորիս կողմից սիրված։ Եթե ինչ-որ մեկը կա, որ չի սիրում, հեսա կնախանձի ամեն դեպքում, շահելա Canon G7X։ Ծափարեք Հայկին և բնականաբար Ատմարտինային, մի հատ տեսեք ինչա եկել ժողովուրդ։ Ներվայնացա, արդեն ես է քեզ չեմ սիրում։ Նանո Քալաշյան, որտեղ է Նանոն, Նանո ջան արի Նանո ջան, ոնց ես, բարև ձեզ, բա ուր է ամուսինը։ Ոնց չկա։ Ոնց։ Ինքը չի եկել։ Մի հատ ծափարենք, Նանո ենք շուտով երեխա են ունենալու, խնդրում բարձր ծափարենք։ Ինչպես ասում են Աստծո, ամեն ինչը Նանո ջան, հիմա մի հատ լավ նվեր հանեմ, որ այդ ստորիների մեջ ջղայնանում էիր, բանսես բաներ էիր ասում, որ ծիպը երեխա ենք ունենալու։ Մեկա չեմ մոռացել։ Մեկա չես մոռացել։ Նանո, հիմա դու իմ հետ պիտի լավ լինես, որովհետև թուղթ եմ քաշում, տեսնենք ինչ է շահում։ Մի անգամից առաջին թուղթը ինչ որ աչքս ծակեց։ Կարդանք։ Նանո ջան, պիտի վերջում ասես Պոնջ ջան, բայց դու շատ լավ ներկներ ես, էս ինչ էխի է երեք, ես քեզ տենց հեյթ անում։ Համաձայն ես, որովհետև շատ լուրջ նվեր է։ Համաձայն է, ուրեմն կարդում եմ Ատմարտինայի կողմից Ժորժ ջան, լուրջ եմ ասում, ես գիտեի ինձ կայֆ է, որ ես եմ վարում, բան, արա թվեր ենք աշխատում, բան, բայց իրականում պարզվեց ես դոտ գլուխ եմ։ Եվ մի անգամից ասում եմ, թե ինչ նվեր է շահում Նանո Քալաշյանը, MacBook Neo։ Ծափարենք Նանո Քալաշյանին MacBook Neo սիրելի ընկերներ։ Մի րոպե, ամենակարևոր պահը, դավայ, գտնա։ Չէ, ներողությունը պետք է ասեն։ Այս մերնեմ ջանիտն է, հալա, վաղ չի կալա, մարդն էստեղ չի չասեն նեղացնում են։ Ծափարենք Նանոյին և Ատմարտինային և երեխուն մուլտիկներ կդնենք կնային ես
Առաջի թուղթը ինչ էլի պատահական ընկավ, ինձ թվում է թանկերը բայց տարան, թե չէ, սա նայում։ Այս ինչ ա գնաց։ Հələ արելի է ջան։ DJI Cosmo Pocket 3։ Լավ է։ Տխրեցիք, դուք ոչի դզված եք, չէ՞ դες բաները։ Ամենաթանկ նվերն է ասում այդուն։ Օրոնոյք ինչ է, չգիտեմ ինչ է, բայց ուրախացեք մեկ բոլորը։ Հայկոյի ջան, դուք ունեք նվեր, դուք բախտավորներից մեկն եք։ Երկու երեխաների մայրիկ եք։ Ժողովուրդս ինչ մեծ եմ ես։ Ես ոչ մի երեխու մայրիկ չեմ բերել, որ նենց նեղացի։ Նվերը մի անգամից վերցրեցի, ինչ կուզեք, հələ ասեք։ Ինչ ասեք, էդ էլ տալիս եք, ասեք։ Օրոյս ինչ լուրջ նվեր է։ Ու երկու նվեր է, երեխեք։ Լուրջ եմ ասում, որտեղ երկու երեխա կա տունը, այդ ցավտանը։ Ուրեմն թեյնիկ եւ տոստեր։ Թվում է թե Այդքանի մեջ էշարաբաց սմեգա, ժողովուրդ սմեգա նախագիծ է, այո այսօր։ Շնորհավորում ենք եւ տոստեր ուրա ասում է։ Աղջիկ ասում է տոստեր ուրա մեջն է։ Բերում եմ կռիվ մի արա, այ մարդ խոսի։ Նայեք ժողովուրդը ինչ է կատարվում։ Լրիվ Յակոբովիչն եմ դառը։ Մի հատ այս աղջկան տղամարդկանցից ջենտլմեններ, խնդրում եմ մոտեցեք օգնեք, էլի, մերսի շատ։ Չգիտեմ, բայց զգում ես, չէ՞ որ ասես գիծը չի իջնում, էլի, ասես ինչ-որ ուղիղ գծով թանկություններ, հա։ Էվիկ ջան, դու ինչի կարիք ունես, ասես ամուսինն է թե ընկերը ներողություն։ Այո, մեջտեղը, նշանածը, դե, բացի ամուսինը, նշանածը դենց երևում է, էլի, դզվազով նորմալ, դենց քեզ շատ սիրող ամենակարևորը տղա է։ Ամեն դեպքում դու ինչ նվերել ուզես կյանքում ստանալու ես ու ամենալավ նվերը ինքն է, եթե քեզ սենց ապրես։ Yeah, one love։ Բայց ամեն դեպքում կուզես մեկ լավ նվեր տանես, չէ՞։ Իրականում հա, ու նաև շատ հետաքրքիր է ու շատ զարմացած եմ, որ սենց ճոխ նվերներ են։ Ես էլ եմ զարմացած։ Ես էլ վերջերս վիդեո էի գցել, որ գործընկերներ միշտ վատ նվերներ են ուղարկում, միշտ ինչ-որ բաժակ, գրիչ, բլոկնոտ եւ ես երկը լսում եմ։ Այո, խնդրում եմ սիրելի մեր բոլորի գործընկերներ։ Սա թող ծառայի օրինակ, որովհետև մենք իսկապես համ ունենք նասկի, համ բաժակ, համ բլոկնոտ։ Մենք չունենք այսպես թանկ բաներ, դենց որ բերեք հաստրեք տեղ։ Իսկ հաջորդ թանկ բանը հենց հիմա կհանեմ Ատմարտինայի կողմից, Էվիլ լուրջ եմ ասում, այնքան շատ եմ քեզ սիրում, շատ լուրջ, շատ հաճելի ազնվորություն ու կուզեի բոլոր նվերները քեզ տայի, բայց ես տեղ ով եմ, ես ընդամենը ծառա, ռապ, խփել եմ, տվել եմ վզից, եկել եմ։ Լավ նվեր է ժողովուրդ ջան, կարող է ունի, բայց ասեն լավ նվեր է։ Ասեն AirPods Max։ Մի քիչ տխրեցիք, լավ է։ Ինչ է լինի, ես շատ ուրախ եմ։ Վաստեր։ Ոյ, սրանցից ոնց ուրախ չես, էլի մենք ծափար եք ժողովուրդ ջան, ես գիտեի բաններից է որ կա։ Շատ շնորհավոր լինի AirPods Max, էս է դա լուրջ մաղարիչ, շուրջ։ Վերջում հաշվել եմ ինչքանի նվեր եմ տվել, դրա 15%-ի նվեր բերեք բոլորով ինձ, համաձայն եք։ Տրոսյան։ Կուզես օրինակ հանեմ ավտոմեքենա, թե հոգնեմ ես, կուզես, շատ լավ կլի, դժվար լինի։ Հա, բայց դե ամեն դեպքում ինչ նվեր եմ լինի ուրախ եմ, չէ։ Շատ լավ, թանկերը տարան ես բլոգերները, բայց ես այման կանենք, լավ, սպասի։ Մենք մեր գոլեգաների համար շատ ուրախ ենք։ Ու քանի սենց պահ կա, ուզում եմ ասեմ, որ վերջերս շատ են լարվածությունները բլոգերների միջև, ու ես շատ ուրախ եմ, որ Ատմարտինան սենց իվենթ է կազմակերպել, որտեղ բոլորիս համախմբել է, բոլորս միասին ենք, ուրախանում ենք, միմյանց համար ուրախանում ենք, ու այդ շատ կարևոր է, եկեք լինենք բարի, միմյանց կանեցող։ Շատ բարի ու շատ ճիշտ բան ասում ու Ժորժ ջան, այդ պայքարը հանեք ձեր մեջից։ Ձեր գործը արեք լավ ու մոռացեք, որ տենց ինչ-որ բան կա, էլի ես ուրիշ բլոգը, չէ, բոլորս ոնց ասում են, ընտանիք ենք պահում։ Պետք չի, ճիշտ ես ասում, պետքա սիրով լսվել, պետքա սիրել իրար ու շարունակել ճանապարհը, ճիշտ է, ընդհանուր առմամբ ես вообще դուք իմ մեջ չէ, կատակ եմ։ Շատ հարավյա։ Չէ, կատակ եմ անում Ժորժ ջան, իսկապես ամենակարևորը սերն է, որտեղ մենք բոլորս իրար կողք ենք ապրում, շատ ապրի, Մոնիկան Եվ արդեն ձերքիս մեջ հա թուղթը վերցրել էի, հիմա ցույց տամ թե դուք ինչ եք շահել։ Մի անգամից ասում եմ, iPad ընկերներ։ Օրոդեցնում, հələ բացեք տեսեք մեջն է, կատակա, մեջն է, ծափահարում ենք։
Մոնիկա, Մայա եւ iPad եւ Ատմարտինա, այս ինչ է գոն ժողովուրդ, դուրս գրել էին արժեքավոր նվերներ ալինել, ես դες գիտեի ասենք ինչ-որ քաղցր ձողիկ, որտեղ նամարը իսկապես արժեքավոր է, բայց շատ լավ անցնում եւ վերջին նվերն է մնացել, զբաղեցեք ձեր տեղը, վայելեք։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ծափահարեք եւս մեկ անգամ այս գեղեցիկ զույգին եւ Այս անգամ թվից գանք, որպեսզի արդար լինի։ Թիվ 5-ն է։ Թիվ 5-ն է, իսկ հիմա կարդում ենք անունը։ Так։ Ձեռները սարել են, լուրջ եմ ասում։ Ոչինչ։ Մայոս 001 ստորին միացրա, ստորիով պիտի անես։ Մի հատ անջատում ենք, այս տեխնիկական խոտանի համար։ Գնացինք, մեկա մեկ մնացող եք, ինչ զենք կանենք ժողովուրդ։ Գնացինք, Մայոս ջան, թիվ 5, գնացինք դեպի թիվ 5 ճանապարհ ազատ եք խնդրում եմ ընկերներ։ Երեք երկում ենք գնացինք։ Այս ապրանքատեսակներ գիտենք, ծափարենք, վայելիչ ծափարենք Մայոսին։ Բայց ասենք այս սցենարը ժողովուրդ ջան, ասենք կարելի է երկու հատներ մեջը այկան ասեց դա։ Այ դու դրամայիկ ես։ Մայիսին իր սիրած ելակով սենդվիչն է անկել։ Բայց իմ մասին հատված չես մտածում։ Շատ լավն է եղեք, իսկապես շատ լավն է։ Նորություն է։ Այս ներշի, որ ես իմ աշխատանքն եմ անում, շատ համով է, շատ ապրեք։ Ունենք պաղպաղակ, որը որ նմանը չունի։ Ռուբիկ կուբիկն է, այո, նմանը ոնց նման չի։ Դե կարում ես Давай, բար։ Որտու մարի։ Շատ լավն է։ Երեք համ ունենք, մեկը մանգո, մյուսը հապալաս, մյուսը մալինա։ Կոնչն էլ շահելը, iPhone 17 Pro Max։ Այո, շատ ուրախ, Ատմարտինանի կապեր մեր օրը տոն դարձել, ապրեք։ Վերջ ժողովուրդ մեր իվենթը Ատմարտինայի ավարտվեց, սենց ասեմ, դատարկ եկել ենք, լիքը էմոցիաներով ու լիքը նվերներով արդեն գնում ենք, ոնց հասկացակ iPad եմ շահել, ես Մայիսին են տվել, ես ինձ են տվել մի աշխարհ, ուղղակի մի աշխարհ, ինչ-որ համովություններ հենց Ատմարտինայից, ամեն անգամ, ամեն տարի իրանք այսենց առետաձեռն են մեր հանդեպ, անցած անգամ էլ սենց մեծ կարզինայով բան էինք հաղթել, կհիշես, էլի ամեն ինչ ու երկար ժամանակ օգտագործել ենք, մի խոսքով շատ հաճելի էր այս օրը, լիքը էմոցիաներով, հավես պահերով։ Դե ինչ YouTube-յան ալիքի իմ շատ սիրելի հետևորդներ, մենք արդեն տանն ենք, օրը սենց արդեն մոտենում է իր ավարտին ու շատ հաճելի ավարտ է, ինչ խոսք, բացի նրանից, որ ես Ատմարտինայի կողմից ստացել եմ, ինչ եմ ստացել, iPad, կյանքում չեմ ունեցել iPad, կներեք դաժե անունը չէի հիշում, շատ արժեքավոր, շատ անսպասելի նվեր, անկեղծ եմ ասում, միշտ չի, որ գործընկերները սենց թանկարժեք նվերներ են անում, ոչ միայն ֆինանսապես թանկարժեք, այլ այն էմոցիաները, հա, որ տալիս է այս նվերը, ինձ թվում է հենց նվերից ավել է, մի խոսքով շատ տպավորված եմ, ես կթողնեմ, որպեսզի հետո առանձին իրեն unboxing անեմ,
Ու եկեք իհարկե բացենք, տեսնենք այս տոպրակների մեջ ինչա առհասարակ։ Ենթադրում եմ, որ նույն բաներն է, դրա համար այս մեկը կդնենք մի կողմ, սա եկեք տեսնենք ինքան շատ բան կա, ուղղակի, որ չգիտեմ ոնց եմ այսքանը ձեզ ցույց տալու։ Նախ, այստեղ ունենք առախիսներ, նույն ինքը փինատ, նույն ինքը հայերեն Ֆստխ եմ ոնց որ ասում, եթե չեմ սխալվում։ Հաջորդը, այն ինչը ես ամենաշատն եմ սիրում, պիստակ։ Սա, դաժե սենց ասեմ, հենց հիմա կարող ենք բացել մեկը ու համտեսել։ Միած ստեղ նայեք, իրա հատիկները, ընտիր ցելնի, սենց ասած։ Պրոստը բոմբա։ Այս ես Մեկ։ Այս ես մի քանի վարկյանում կտեմ, բայց մի հատ նայտես կադրում ես նոր։ Երևի։ Բայց մի քիչ այս կոմ գաս։ Այս մատ կդնես ընդ։ Այստեղ ունենք սեմիչկաներ, սա սպիտակն է, չէ, եթե ճիշտ եմ հիշում, բայց առանց աղ ես այս նույնի աղովն եմ անսահման շատ սիրում։ Այսա, հա։ Այս իմ ամենասիրելի արևածաղիկը չէ, արևածաղկի սերմը։ Okay, լավ։ Սա իմ ամենասիրելի սեմիչկաներն է մի խոսքով։ Այս էլ եմ իրականում շատ սիրում, բայց այս տարբերակը ավելի շատ եմ սիրում։ Հետո, այստեղ ինչ ունենք, նուշ։ Նուշել եմ շատ սիրում, կակրած իմ զավտրկը, որ առավոտյան ցույց էի տալիս նշով սարքում եմ, սա հանգիստ կարող եմ զավտրկիս մեջ օգտագործել։ Շատ լավ բան է։ Ահա, այստեղ ունենք էլի սեմիչկաներ։ Էսի սովորական սեմուշիկն է։ Նուշ։ Դզվել ես լրիվ։ Նուշ։ Կոնկրետ Նուշ, ինչ նուշը շատ եմ օգտագործում։ Այդքան էլ ստեղ կա նուշը ֆուլ է մոտդ։ Այստեղ ունենք չիփս, լայմի, կծու լայմ, շատ համով է իրականում։ Լայմ։ Սա մենք մեծ սիրով միացնենք հեռուստացույցը, ինչ-որ ֆիլմ կդիտենք և կուտենք պոպկորնը։ Սա, այս քաղցր պոպկորնը կարամելի համով։ Ես իրականում սիրում եմ, բայց սովորական կլասիկա ավելի շատ եմ սիրում։ Հետո, Իշքան բան կա ասեմ։ Չիփս со вкусом шашлыка, со вкусом сметанной зелени, շատ եմ սիրում էլի սմետանայի զելень, մեկ էլ պապրիկա եմ շատ սիրում, տեսնենք պապրիկա կլինի, սա կուկուրուզնե պալիչկի։ Կուկուրուզնե պալիչկի է։ Ու այստեղ այս չիփսերը էլի շատ եմ ես սիրում, սմետանայի զելень, Բան կա, որ չես սիրում։ կլասիկ չէ, սա ամեն ինչ սիրում եմ։ Պանիր, բեկոն չէ, պետք է այս մեկը լինի, բեկոն, ու հենց այս լիմոն ու լայմովը ուր էր, սրա ոնց որ այս մի տեսակը, ու նույնն էլ ստեղ, դե դուք պատկերացրեք, բուրգ, Ես ինչ ենք անելու, և ամենագլխավոր նվերը այսօրվա, արդեն, ու շատ ծար, առաջին այդ եմ ցույց տվել։ Դզվավ։ Մատ կարես ինձ մոտիկից պահես, թող տեսնեն ժողովուրդը։ iPad։ Մոռացել էի անունը, ստացել եմ նվեր, ինչ եմ ստացել, iPad։ Մի խոսքով շատ ուրախ ենք իրականում, եւս մեկ անգամ Ատմարտինային շնորհակալություն համ իվենթի համար, համ նվերների համար, համ իրանց նորության համար։ Ամեն ինչ ուղղակի ֆանտաստիկ էր։ Շատ շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ վլոգը։ Ինչն ես ասելու, Մայիս, ասեմ։ Գրեք կոմենտներ, լայքեք վիդեոն, թող առաջ գնա, որովհետև մենք փորձում ենք YouTube-ում էլ նաև զարգացնենք YouTube-ը, ու ինչքան դուք շատ լայքեք, շատ կոմենտ գրեք, ինքան վիդեոն կտարածվի, ու մենք ավելի շատ վիդեոներ կնկարենք YouTube-ի համար։ Անպայման, ու չմոռանաք բաժանորդագրվել, ամենակարևորը, որովհետև հեսա շուտով հասնում ենք 20,000 YouTube-ում։ Պակա-պակա։ Հավես էր, չգիտեմ, այսօր վլոգը դուրս եկա, որ նկարել եմ, շատ հավեսով եմ նկարել։